Բագրատ Սրբազանն է մնացել միայն կալանավայրում, սա ինչի մասին է խոսում, Նիկոլ Փաշինյանը խոսում է այդուհանդերձ վեհափառին հեռացնելու մասին, բայց այն հոգևորականներն էլ, ովքեր կալանավորվել են, ազատ են արձակվում։ Ես կարծում եմ, որ այն հոգևորականները, ովքեր որ կալանավորվել են, նրանցից որևէ մեկի մեղքը ապացուցված չի եւ չի կարող լինել, որովհետեւ անհիմն կալանավորումներ են։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին, Բագրատ Սրբազանը միանշանակ արդարացվելու է եւ այդ արդարացմանն է սպասում ինքը եւս հայտարարեց դա։ Ինչ վերաբերում է վեհափառին կամ մայրաթորի դեմ արշավից չհրաժարվելու հետ կապված, բնականաբար չեն հրաժարվելու եւ սա փաստ է, սա գալիս է նույնիսկ արդեն իրենց խոսելուց, երեք ես ականատես եղա այսքան լրատվականներից, թե ինչպես ԱԱԾ տնօրենը ասեց Կտրիչ Ներսիսյան վեհափառին, սա ցավալի փաստ է իրականում, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ նրանց միակ այս դադարը կապված է ընտրությունների հետ։ Այսինքն իրենք աջակցություն չունեն այդքան, որ կարողանան մինչև ընտրությունները, այսպես ասած, վեհափառին հեռացնել։ Իհարկե չունեն, մենք տեսնում ենք, որ չունեն, մենք շատ լավ դա ցայտուն այսքան երևում է, որովհետև մայրաթորի եւ ընդհանրապես վեհափառի եկեղեցու դեմ որևէ քայլ, որևէ ոտնձգություն իրականում ցասում է առաջացնում ժողովրդի մոտ եւ իրենք դա շատ լավ գիտակցում են, դրա վառ ապացույցն է նաեւ այն փաստը, որ նրանք գնացին այն եկեղեցիները, որտեղ որ հենց պատարագի ժամանակ հնչում է վեհափառի անունը եւ սա միանշանակ եւ միևնույն է, որևէ ձևով չեն կարողանալու հասնել դրան։ Վեհափառին նաև չթույլատրեցին մեկնել Վրաստանի Հանրապետություն հողարկավորությանը մասնակցելու համար։ Ըստ էս սա ինչի համար է արվում։ Սա եւս մեկ անգամ որևէ չնչին մոլեկուլյար ձևով վատություն անելու, չգիտեմ, ինչ որ փոքրիկ հարվածներ հասցնելու համար է, որովհետեւ սա փոքրոքություն է ընդամենը։ Սա ճղճիմություն է, որովհետև նմանատիպ ձևով, այսինքն ես երեք կարդացի որոշումը եւ պատճառը թե ինչու ապշած է ուղակի քննիչը որոշել է, որ անհիմն է, այսինքն Իլիա Պատրիարքի հուղարկավորությունը անհիմն է։ Սա ես քննիչին չեմ մեղադրում եւ ընդհանրապես քննչական կոմիտեին կամ ընդհանրապես որևէ մեկին ասելիքը այս մասով չկա։ Բնականաբար հրահանգը ստացել են եւ կատարում են։ Նրանք զուտ կատարողներ են, որովհետև մենք շատ լավ ականատես ենք լինում, թե ինչ վերաբերմունք են ունենում այն հոգևորականները, ովքեր որ մտնում են ներս քննչական կոմիտեից եւ փակում սենյակներում։ Բնականաբար շատ լավ, շատ հարգալից, բայց այնուամենայնիվ որոշումների մեջ բնականաբար այսպես էլ պիտի լիներ։ Բայց դա Հայաստանի Հանրապետության շահին որքանով է վնաս կամ օգուտ, այսպես ասած։ Սա Հայաստանի Հանրապետության համար խայտարակություն է։ Իրականում խայտարակություն էր, որովհետև մենք տեսնում ենք, թե Վրաստանի վրացի եկեղեցու եպիսկոպոսի հայտարարությունը, որ իրենք հրավերը ուղարկել են մայրաթոր, հրավերը ուղարկել են վեհափառ հայրապետին, բայց քանի որ եկեղեցու դեմ եւ վեհափառ հայրապետի դեմ ոտնձգություններ են, այդ պատճառով վեհափառը չի կարող ներկա լինել պատրիարխի հուղարկավորությանը։ Իրենք էլ շատ լավ գիտակցում են, բոլոր երկրներն էլ շատ լավ գիտակցում են, բոլոր եկեղեցիների հոգևոր պետերը պատրիարքներ կլինեն, կաթողիկոսներ կլինեն, նրանք բոլորը շատ լավ գիտակցում են այս ամենը, բայց այնուամենայնիվ սա պետք է նշել, որ եւս մեկ հարված էր հայ եկեղեցուն եւ Հայաստանի, այսինքն Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, վարկանիշին, եւս մեկ անգամ իջեցվեց։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ ամեն անգամ պատարագների ընթացքում Արցախ բառը մատնանշելով ամեն անգամ նոր պատերազմի, այո, սադրում են նոր պատերազմ, հավանականություն են ստեղծում նոր պատերազմի։ Անհետեթություն։ Արցախ բառը օգտագործվում է պատարագի ժամանակ զուտ որպես աղոթք, աղոթքի մեջ, աղոթքի մի փոքր հատված։ Եվ մենք Արցախ բառը օգտագործելով անսասանություն եւ խաղաղություն ենք խնդրում Արցախի համար։ Ոչ թե ասում ենք Արցախ պատերազմ, այլ ասում ենք խաղաղություն եւ անսասանություն Հայաստան եւ Արցախ աշխարհներին։ Սա, եթե մի փոքր
ոչ թե վեհապարին հեռացնելու համար գնային պատարակի կամ, չգիտեմ, հոգևորականներին իրանցով անելու վախացնելու համար գնային պատարակի, այլ գնային պատարակի հասկանալով կհասկանային, որ դա աղոթք է զուտ, որովհետև թե Արցախ բառը աղոթքի մի մաս է, թե մենք յուրաքանչյուրս այդպես լինի, ամբողջ Հայաստանին պիտի բռնեն կալանավորեն, որովհետև պատերազմ ենք հրահրում։ Անհեթեթություն է։ Վահան Սրբազանի դիրքորոշման վերաբերյալ նաև կխնդրեմ անդրադարձ կատարեք, նա մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ բուժման նպատակով, դիմել էր վեհապար Հայրապետին, դրանից առաջ մենք հնարավորություն ենք ունեցել հարցղելու, մասնավորապես Պոլսո պատրիարքի առաջարկության վերաբերյալ սինոդական կառույց ստեղծելու, նա խուսափեց պատասխանել, նշելով, որ չի ծանոթացել, չի խոսել նրա հետ, բայց մեկնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ հանդես եկավ հայտարարությամբ եւ կողմ է արտահայտվել այդ դիրքորոշմանը, ինչպես եք վերաբերվում նախ սինոդական կառույց ստեղծելուն եւ ընդհանրապես Վահան Սրբազանի դիրքորոշմանը։ Վահան Սրբազանի դիրքորոշումը չեմ ուզում մեկնաբանել, անկեղծ ասած, որովհետեւ դա իր դիրքորոշումն է, իր որոշելիքն է։ Ինքը հայ եկեղեցու եպիսկոպոս է եւ վաստակ ունեցող եպիսկոպոս։ Ինչ վերաբերում է սինոդ ստեղծելուն, դե բնականաբար բազում անգամներ խոսվել է այս մասին։ Ես կարծում եմ, որ այն սխալ է։ Իսկ Աբրահամ Սրբազանի քայլը ինչպես կորակեք, արդյոք դա հետ քայլ էր, թե այդուհանդերձ ցանկություն ուներ։ Ես կարծում եմ, որ հետ քայլ էր, Աբրահամ Սրբազանն էլի տարիների վաստակ ունեցող եպիսկոպոս է եւ կարծում եմ գիտակցաբար է արվել։ Շնորհակալություն։